Ձեզ մի քիչ տարօրինակ չթվաց, որ Ռուսաստանը այդքան օպերատիվ գործեց, չէ, երկաթգծի մասով։ Եվ համաձայնության եկավ Ադրբեջանի հետ, որպեսզի Ռուսաստանի տարածքը ռուսական երկաթուղին աշխատի Ադրբեջանով մտնի Հայաստան։ Հաշվի առնելով նաև ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների վիճակը։ Իմ կարծիքով, տեսեք, դա բիզնես է, չէ, իրականում, կա շուկա, կա տարիներով ստեղծված շուկա, եւ ասես մի փոքր զուգահեռ անցկացնենք, եկավ ծորեն Ղազախստանից, չէ, եւ Ռուսաստանից։ Ռուսաստանից հետո Ղազախստանից։ Հայտարարեց Ռուսաստանը, բայց ռուսական ծորեն ավելի շուտ մտավ։ Դե իմ կարծիքով դա ուղղակի փորձել են տես մեր ռուս գործընկերները իրականացնել, որ առաջինը իրանցը մտնի, տես տպավորություն էլի, երբ որ գնահատական է ստալի, որովհետեւ ղազախական ծորենը շատ ավելի շուտ էր դուրս եկել Ղազախստանից, քան ռուսականը, բայց ռուսականը ինչ պատճառով ավելի շուտ մտավ։ Բայց տեսեք, դուք ձեր հարցին պատասխանեմ, էլի, այսինքն ինչ է ստացվում, շուկան դիվերսիֆիկացվում է, եւ Ռուսաստանը զուտ միայն բիզնես լոգիկայից ելնելով բնականաբար փորձում է շուկան պահի։ Ու ինքը կպահի իհարկե, որովհետեւ Հայաստանի ձեռնատու է Ռուսաստանի հետ աշխատել, անկախ ամենիչից, այսինքն Հայաստանը այսօրվա դրությամբ ուզում է ուղղակի ռիսկերը դիվերսիֆիկացնի, բնականաբար իմ կարծիքով մենք պատրաստ չենք ամբողջ ծավալը անցնենք եւ բերենք Ղազախստանից, այսինքն պահվելու է որոշակի տրամաբանություն, այսինքն ծավալները կիսվելու են, կարող առողջի բաժինը մնա Ռուսաստանին, հնարավոր է, բայց նաեւ Ղազախստանից ենք պատրաստում շարունակել ծորենի ներմուծումը եւ բանակցությունները այս պահին իրականացվում են։ Ինչ ծորեն։ Ծորենի որակի շուրջ աղմուկը տարօրինակ չէր մի քիչ։ Պարոն, իրականում մի քիչ ծավալի է, էլի։ Ես տենց որ նայում եմ, տեսեք ինչն է հարցը, էլի այստեղ։ Նախ գաք սկզբից, սովորաբար մենք ինչ ծորեն ենք ներկրում։ Երրորդ կարգի հիմնականում։ Հիմնականում երրորդ կարգի ու ստե ամենակարևորը գիտեք որն է, մենք մի փոքր sense ազգովի փորձում ենք մտնել գործարարի դաշտ։ Գործարարը դա պետությունը չի ներկրել, դա գործարարը չէ ներկրել։ Գնելա գործարարը, այսինքն մենք ինչ ենք ուզում անենք, էլի իրան հարցադրում տանք ինչ ես բերել։ Դա իր գործն է իրականում։ Եկեք լինենք օբյեկտիվ։ Եթե չիրացվի ինքն է դուժը։ Նախ մենք հիմնական մեր ներկրվող ծորենը երրորդ կարգի է, Ղազախստանից եկել է չորրորդ կարգի, այդ որտես մի հատ աղմուկ է բարձրացվել եւ այլն։ Ես այդ աղմուկից հետո ինքս ուսումնասիրել եմ ցուցանիշները։ Ստե հարցը մենակ կարգի մեջ չի։ Այսինքն ծորենի կարգը ունի իր տակ տարբեր ցուցանիշներ։ Գլիկավինա է, չգիտեմ, անկման թվերն են, խոնավությունն է, տարբեր ցուցանիշներ կան, հա, իր տակ։ Հիմա տեսեք, օրինակ, մենակ գլիկավինայի մասով եթե խոսենք, ասենք Ղազախստանի 4-րդ կարգի ծորենը իրան որակային ցուցանիշներով համարյա թե ռուսական 3-րդ կարգից չի տարբերվում, համարյա։ Այսինքն իրանց մոտ 4-րդ կարգի ամենաբարձր որակն է, իսկ Ռուսաստանից որ բերում ենք 3-րդ կարգի ցածր ցուցանիշներ են, այսինքն երբ որ ես համեմատել եմ էլ ինքս այդ ցուցանիշները, իրանք գրեթե հավասար ապրանք է եկել։ Այդ մեկ։ Երկրորդը, երբ որ մենք խոսում ենք ինչ որ անասնակեր են, չէ՞, հնչեցրել։ Դե հա, այդ քաղաքական որակումներն են։ Դա կա փշինիցը, եկա ֆուրաժն է փշինիցը։ Ֆուրաժայինը դա անասնակերն է, բայց ֆուրաժային ծորեն մենք չենք բերել, ոչ մի գնացքով, ոչ երկրորդ գնացքով, այսինքն մենք խոսում ենք լրիվ տարբեր ապրանքների մասին։ Ինքը չի կարա լինի անասնակիր, իսկ եթե ինքը լինի անասնակիր, դա նույն բանն է, ոնց որ մենք նորմալ սովորական բարձր որակի ծորենը տանք անասուններին։ Նույն բանն է ստացվում։ Դա մենք իհարկե չենք անելու, հա։ Եվ ամենակարևորը, ինչից ես սկսեցի, գործարարի խնդիրն է դա իրականում։ Այսինքն մենք ազգով ինչի համար ենք ուզում մտնենք գործարարի բիզնեսի մեջ եւ Իրանից պահանջենք, թե ինքը ինչ է ներմուծում, ոնց է։ Եթե մեզի ձեռա տալի գնանք խանութ եւ գնենք այն հացը կամ այն ալուրը, որը որ այսօր խանութներում կա, հա, եւ ստացված այդ ծորենից, ուրեմն մեզ համար նորմալ է։ Եթե ձեռնատու չի, ապա եկեք հասկանանք այդ հացի արտադրության համար ինչ։ Դե եթե կա միայն այդ ալյուրը, գնորդը ինչ պիտի անի, որտեղից պիտի գտնի մեկ այլ ալյուր։ Ալյուր շատ տարբեր է մտնում Հայաստան։ Այսինքն եւ մենք արտադրում ենք տեղական ալյուր, բերում ենք Ռուսաստանից տարբեր եւ գոստ եւ այսինքն գնորդը ընտրության տեղ ունի։ Միշտ ունեցել է եւ ունի։ Լավ, հիմա այդ ակցիան բարեհաջող իրականացվեց, եղավ։
Հիմա որոշակի պաուզա է առաջացել։ Եկել է գնացքը, հետ է գնացել եւ երկաթուղին լռում է։ Զուտ կոնյունկտուրային լռություն է դա, թե տակ ուրիշ բան կա դրան։ Տակը կա որոշակի տեխնիկական խնդիրներ, գնացքի աշխատանքը կազմակերպելու այդ մեկը։ Ու երկրորդը, տեսեք ոնց է, Հայաստանում ծորեն ներմուծողները շատ չեն։ Շուկայում 3-4 ուժեղ խաղացող կա, ընդամենը չեմ ուզում անունները տամ, բայց 3-4-ն են։ Դե առաջ մեկն էր, կարող եք միանգամից տալ, մեկի անունը։ Հիմա 3-4-ն է։ Իմ տվյալներով այդ 3-4-ից առնվազն 2-ը թե 3-ը Ղազախստանի բանակցություններ են վարում։ Հենց այս բանը։ Այսինքն մենք երբ որ դիմավորեցինք Ղազախստանից եկած գնացքը, Ղազախստանից եկել է մի գործարար, որը որ այդ ալուրա ուղարկել է այստեղ, նո ավելի շուտ գործարար չէ, պետական կազմակերպության ներկայացուցիչ, Ղազախստանում պետական կառույցն է, էլի արտահանումներով զբաղվում ծորենի, եւ Հայաստանում մենք կազմակերպել ենք հանդիպումներ գործարարների հետ, գործարարները բանակցում են, թե գնի եւ կապված։ Հա, հետագայի համար, այո։ Հետադարձը ինչ։ Չէ, այս պահին բանակցություն է գնում հետագա ծորեն ներմուծելու շարունակության մասով, էլի, այսինքն խոսքը գնում է որակի հետ կապված, այսինքն տարբեր որակի առաջարկություններ կան, որոնք է բերվելու, ինչ բարբերականությամբ է բերվելու, ինչ գնով է բերվելու, ղազախներն են պատրաստ որոշակի գնային գնիչեցումներ իրականացնել եւ այլն։ Պաուզան միայն դրանում է կայանում։ Այսինքն, ասենց ես ասեմ, հենց բանակցությունները ավարտվեն, դրական փուլ մտնեն եւ ավարտվեն, ստորագրվի համապատասխան պայմանագիր, նույն ձևի ոնց որ մենք տեսել ենք, ծորենով բարձված գնացները շարունակաբար էլի կգան Հայաստան։ Հացի գնի վրա արտահայտությունը երբ կլինի, եթե լինի։ Ես չեմ կարծում, որ դա լուրջ ինչ որ ազդեցություն կունենա, որովհետեւ գինը շատ չի փոխվել իրականում, մի փոքր է փոխվել, էլի։ Դե տեսեք ոնց է, գնային առումով ծորենի ի սկզբանե գինը փոփոխման ենթակա չի, այսինքն ինքը բիրժևոյ պրոդուկտ է, չի փոխվում, փոխվում է լոգիստիկան։ Իսկ լոգիստիկան վերջնական գնի մեջ շատ մեծ տոկոս չի կազմում, այսինքն եթե մենք լոգիստիկայի մեջ ունենք, նո պայմանական եմ ասում, պայմանական թիվ 15-20% օրինակ գնիչեցում ԺԴ-ի մասով, հա, դա վերջնական ալուրի գնի վրա այտենց մեծ ազդեցություն չի ունենալու, այսինքն եթե մենք սպասում ենք, որ հացի գինը կորդինալ էժանանալու է, ես չեմ տեսնում որևէ պատճառ, որ դա տեղի կունենա։ Մի կարևոր հանգամանք է, Ռուսաստանը այսպես օպերատիվ խաղի մեջ մտնել է, ենթադրում է ձևավորում է մրցակցություն թրիպի նկատմամբ։ Ծորենի կապված նկատմամբ։ Ընդհանրապես կոմունիկացիաների։ Բանացական դե թրիպը մենք դեռ չենք պատկերացնում ինքը ոնց է աշխատելու։ Այսինքն դեռ նախապատրաստական փուլերը խոսքը գնում է 1-2 տարվա մասին, ես չեմ կարծում, որ այս պահին ինչ-որ մրցակցության հարց է առաջանում։ Ես ուղղակի գտնում եմ, որ այդ ճանապարհը ինքը սենց տենես պիտի լիներ ու կլինի, եւ Ռուսաստանի ուղղակի այդ արագ ծորեն ուղարկելը դա շուկայի պահպանությունն է իրենց։ Ճիշտ է, Հայաստանը այդպես մեծ դերակատարություն չունի Ռուսաստանի ծորենի արտահանման մեջ, բայց դա միևնույն է, սպառման շուկա է եւ շուկայում դիրքերը պետքա պահպանվեն։ Հայաստանի համար շատ լավ կլինի, եթե ինքը տարանցիկ երկիր դառնա, չէ՞, ի վերջո այդ երկաթուղային հանգույցով։ Դա մեզ համար շատ մեծ իրականում հնարավորություն կընձեռի, եթե մենք դրան հասնենք, իհարկե, որտեղ մենք շրջափակման մեջ ենք երկար տարիներ գտնվել, այսինքն ինչ ենք ունեցել ենք Պարսկաստան իր խնդիրներով, այսինքն սանկցիաներն են, ունեցել ենք միակ լարսը իր խնդիրներով։ Ունեցել ենք Վրաստան, որը որ նույնպես էլի ժամանակ առ ժամանակ խնդիրներ է առաջացնում երկու սահմանները փակ եւ Իրանը իր սանկցիաներով, որի միջոցով շատ դժվար է ապրանքներ ներմուծել թե արտահանել, պայմանական էլեմենտարնի բան ասեմ, բանկերը փոխանցումները չեն իրականացնում, եթե ապրանքները ներկրվել կամ արտահանվել են Իրանի տարածքով։ Եվ վերջինը, թրիպը եւ ԵԱՏՄ-ն չեն բախվում իրար, չեն հատվում որպես հակասող կառույցներ։ Գիտեք, թրիպը դա ճանապարհ չի, առհասարակ։ Ոչ միայն։ Հասկանում եմ, տակը կա խնդիրներ, բայց դա միություն չի։ ԵԱՏՄ-ն դա միություն է երկրների։ Թրիպը դա все-таки ճանապարհ է հիմքում դրած։ Դրա համար ես այդպես զուգահեռ չէի անցկացնի։ Բացի դրանից եկեք sense մի հատ բան հասկանանք, ԵԱՏՄ-ում ուժեղ խաղացող Ռուսաստանն է, որ այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, ճանապարհային, սանկցիաների մասով, ապրանք ստանալու թե արտահանելու,
Միգուցե Հայաստանը այդտեղ կարողանա որպես տարանցիկ այլընտրանքային ճանապարհ առաջարկել։ Ինչու՞ չէ։ Ու դրանով հանդերձ Ռուսաստանի դիրքերը ուժեղացնի, ԵԱՏՄ-ին օգուտ տա։ Այսինքն տնտեսական առումով ես որևէ վատ բան չեմ տեսնում։ Եթե ճանապարհները ապա շրջափակվում են, ապա դա միայն օգուտ է տալու բոլորին, թե Հայաստանին, թե ԵԱՏՄ-ին։